շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, որը բացվում է սպանություններ, ողբերգություն, այսօր հողին հանձնեցին գնդակահարված Վալոդյա Գրիգորյանին, ով իր տան բակում գնդակահարվել էր, խնդրեմ ինչեր տեղի ունենում, շատերը նույնացնում են Վանո Սիրադեղյանի ժամանակաշրջանի հետ, համեցեք։ Շնորհակալ եմ ձեռված հնարավորության համար, բարև հայրենակից։ Այս փարաքարի տարածքում այդ խոշորացված ոչ բարով, որովհետև այդ խոշորացումը ժամանակին իրականացրել են կոլեկտիվացման ժամանակ և դա շատ վատ արդյունք է տվել, մարդկանց մի մասին վերածել է ծույլերի, անբանների, մյուս մասը պետք է աշխատեր սրանց փոխարեն նաև, բայց կոմունիստները բավականին արագ հասկացան, որ դա միջոց չէ, որ այդպիսով երկիրը չի զարգանալու, որ ամեն ոք ինքը պիտի դառնա պատասխանատուն իր արածի և չարածի նաև։ Հիմա այս սպանությունները իմ կարծիքով, տա Աստված, որ ես սխալվեմ, մեսիջ է Էջմիածնի սպասվող, էլի խոշորացված, համայնքի սպասվող ընտրությունների վերաբերյալ։ Նիկոլը մատ է թափ տալիս, այդ տեսեք հաղթել եք լավ է կարել, բայց չեք մարսելու ձեր հաղթանակը, ահա թե ինչու հիմա քաղաքական սպանություններ են, օգտվելով առիթից, այս ցավալի առիթից, ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում սպանվածների ընտանիքներին, մաղթում նրանց ուղղակի անսահման համբերատարություն, որպեսզի կարողանան դիմագրավել։ Ես նաև համացանցից իմացա, որ նրանցից մեկի դստեր հարսանիքը պիտի լիներ հոկտեմբեր ամսին։ Այսինքն Նիկոլի մուտքով դեպի կառավարություն մահը ՔՊ անունն առած սավառնում է երկնքում։ Մինչև երբ ժողովուրդ, մինչև երբ ես թույլ տալիս։ Ես հենց հիմա գալիս եմ ազգային ժողովի դիմացից։ Սրտի ցավով պետք է նշեմ, որ քիչ էին։ Նման կարևոր հարցադրում եթեր ուղարկելու համար հարկավոր էր այնտեղ գոնե մինիմում 200,000 մարդ, իսկ այնտեղ 2000 էլ չկար։ Ես հիմա քեզ եմ հարցնում, այն ժամանակ, երբ ձեր շատերի համար սիրելի Նիկոլը, այդ թուրքի լամուկը, վարչապետ դառնալուց ոչ շատ հետո հրամայեց շրջափակել դատարանները, այսինքն առաջին աղաղակող հակասահմանադրական քայլը։ Դու ողջունեցիր դա, ողջունեցիր պարզապես, ուխ, տեսեք Նիկոլն ինչեր է անում է դատավորներին։ Եվ երկրորդ անգամ, երբ կես գիշերին աշխատանքային ժամից դուրս, եթե չեմ սխալվում, նաև շաբաթ օրեր, ազգային ժողովի դիմացին մայթի վրա Նիկոլ կոչված ստահակը, թուրքի գործակալը, ոմանց ավանակակերպ մարդկանց թիկունքին հենված, նրանց թիկունքի վրա ստորագրում են հրամաններ նախարարներ ազատելու և նախարարներ նշանակելու մասին։ Ժողովուրդ, դու այնտեղ կանգնած ծափահարում էր փոխանակ հենց այդ պահին քո ողջ զայրույթը քո երկրի օրենսդրի մարմնի բարձրագույն օրգանի որոշումները, օրենքները ոտքի տակ տվող այդ ստահակին փոխանակ սատկացնելու կես գիշերով դու ծափահարում էր։ Ես երբեմն հարցնում եմ ինքս ինձ, ինչով բացատրել, որ ասենք ոստիկանությունը, որ մեր ժողովրդի տխմար մասան, Քավլիցի ես բոլորի մասին չեմ կարող այդպես արտահայտվել,
ինչու է ենթարկվում Նիկոլի հրամաններին, հրահանգներին, ինչու է վերջապես կատարում նրա ասածը։ Որովհետև մեր ժողովուրդը այդքան էլ օրինապաշտ չէ։ Եկեք խոստովանենք։ Եվ երբ այս թուրքի լամուկը փողոցներն ընկած այն նկարահանող սարքերն էր ապականում, իր ներքնահագուստը նրանց վրա քսելով ու փակելով ու կոչ էր անում, պետք է բոլորը փակվեն, պետք է բոլորը։ Ես այն լացը այդ ժամանակ եմ լացել։ Երևի ինչ շրջապատող մարդիկ կհավաստեն, որ ասում են, ինչ է, վատ է, որ այդ նկարահանողները հանվեն, այդ սարքերը, վատ է, որ սալինալ են, ոչ, ես այն ժամանակ ասեմ, եթե ինք ասի, որ այս տարածքի 10 նկարահանող սարքը դարձնել եմ գոնե 11, էլ չեմ խոսում 21-ի մասին, ես կողմ կլինեի, որովհետև նա այդ ժամանակ հենվելով մարդկանց տհասության վրա անկարգության էր մղում։ Իսկ անկարգություն սիրող մարդիկ իսկը Նիկոլի սրտով են։ Եվ ահա թե ինչու նա ձայներ կորզեց։ Այնպես որ մեր ժողովրդի ազգային բնավորությունից է կախված, թե ինչու է Նիկոլը մինչև հիմա գլուխն ուսերին, որտեղ որ երկրից եկավ փաստաթոց ստորագրած, գլուխը ուսերին կարողացավ հասնել կառավարական տուն, փոխանակ զրկվեր դրանից։ Ժողովուրդ, ես ինքը շատ կոչ եմ արել, եկեք գնանք օդանավակայան, շրջափակենք, թույլ չտանք, որ քաղաք մտնի, բայց դու չես գալիս, ժողովուրդ, դու ես մեղավոր, երիցս մեղավոր ես, որովհետև դու մարդկանց ապակողնորոշեցիր, թեկուզ են միամիտներին էլ, բայց ինչ կա, եկեք այս եղածը փորձենք ուղղել, այս սպանությունները, սա էլ եմ կրկնում մեսիջ է սպասվող Էջմիածնի ընտրություններին, կհաղթեք ոչ քպականներ, կսպանվեք, սա է բոլոր բռնապետների մեթոդը, մարդկանց վախեցնել, մանավանդ այնպիսի մարդիկ կան, որոնց համար մի ճնճղուկի թռիչքը կարող է ողբերգություն առաջացնել, որովհետև մենք լավ կրթված չենք, մասնավորապես այս վերջին 8 տարիների այս 1000 ներողությունն եմ ուզում ասել, ես ուսուցիչ եմ, շատ բառեր չեն սազում, բայց ես խոստովանել եմ, որ իմ երկրի, իմ ազգի թշնամու մասին ես չեմ կարող բարեկիրթ արտահայտվել, այսպես որ գնաց, հերթը բոլորիս է հասնելու, այդ սպանություններով, որ զահլա էին տանում, Քոչարյանի ժամանակ սպանություն, Քոչարյանի ժամանակ մահը չի սավառնել հայոց երկնքում, նույնիսկ ալիևները չեն կարող սավառնել հայոց սահմաններին մոտիկ, խելաց մարդիկ հիշում են, որ Ալիևը մոտ չէր գալիս Քոչարյանին, որը կարողացել էր ավերակված երկրից ստեղծել տնտեսություն զարգացնող երկիր և 2 հզոր բանակ, 2 հայկական պետություն, 2 հզոր բանակ, որպես պատմությանը մի փոքր մոտ կանգնած մարդ ես պիտի պնդեմ, Տիգրան Մեծից հետո առաջին անգամ 90-ական թվականներին հայ ազգը հող էր վերադարձնում, երևի աչքով տվեցին, որովհետև երբ այդ հողը հանձնեց այս սրիկան, այս սին լքորը, դու ոտքի չելար, կարծես այդպես է պետք է լիներ, երբ քո զավակները հազարներով
զոհվեցին, իսկ այս սինը քոր 50 պլյուս մինուսով էր հաշվում։ Մինչև հիմա ինչու քեզ հարց չես տվել, ինչու պատերազմի զոհերի անուն ազգանունները չեն հրապարակվում։ Ես ինչպես զարմանամ սրտանց, քանի որ երբ որ զոհվածների մասնավորապես հայրերին դիմել ենք իրենց զավակների փոքրիկ կենսագրականը 20 տարեկան, 18 տարեկանը ինչ կենսագրություն պիտի ունենար կերտած, հանձնել մեզ հանրագիտարանի համար, վախվորած ասում են, հո Նիկոլի դեմ չեք տանում, այն Նիկոլը սատկեր կամ Նիկոլի չափ քարներ ձեզ նմանների գլխին երկիրը ազատվեր։ Ես ինչ արի ժողովուրդ դու քո գլխին, դու ինչպես մեր հրաշալի երկիրը կործանեցիր։ Պետությունը ես եմ, միջնադարում կար այդպիսի մի փնթի, մունդար, կներեք այդ բարի համար, որտեղ կեղտոտ բարը լրիվ չի արտահայտում իմաստը։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14 անվանյալ, որը չէր լողանում, չէր մաքրվում, միայն օծանելիքներ էր անընդհատ ավելացնում իր մարմնին, իր հագուստին եւ այլն։ Եվ ինչն էր հետաքրքիր։ Պալատական տիկնայքի ոլորտները, երբ որ Լյուդովիկոսից բարի հրավեր էին ստանում, չէ որ դա կանոնակարգի մեջ էր մտնում։ Երբ Լյուդովիկոսը նրանց գրկում էր բարելու համար, այդ կանայք ու աղջիկները պարզապես ուշագնաց էին լինում, որովհետև շան ախորի հոտ էր գալիս այդ թագավորից։ Հիմա այս անլվան Նիկոլ անվանյալ իրեն է համարում պետություն, այ հողը բերողի գլխին։ Չորանար այդ արգանդը, որ դու չծնվեիր։ Մենք ազգով ես ինչ մեղք ենք գործել, որ մեր զավակներին զոհենք, մեր երկիրը զոհենք, որ Նիկոլ պիտի ծաղկի, ջահաննամը ծաղկի, այնպես սատկի։ Ես այդ օրը չգիտեմ ինչ կարող եմ անել, երբ որ իմանամ նա այլևս ողջերի մեջ չէ, որովհետև սա մարդ չէ, որ մարդ ցավա, ամեն օր վթարի դեպքեր կան, մահով, պարտադիր է մահը, չենք ճանաչում, բայց դա կարևոր չի, մեր սիրտը ցավում է, չէ որ մեր ազգից է գնացողը, բայց եթե սա սատկի ինչ-որ հրաշքով, ես չեմ ցավա, որտեղ սա մեր ազգին չի վերաբերում, որտեղ սա առաջադեմ մարդկությաններ չի վերաբերում, սա պարզապես չարիք է, մեր ժողովրդի գլխին իջած ներ իր էքով, որը հիմա էլ Չինաստանից է գրառումներ կատարում, հողը բերողի գլխին, այ փնթի, այ ոչ լոտ իսկական, դու որ Հանրապետության առաջին թեկուզ և պաշտոնաթող նախագահին ոչիլ ես անվանում, այ գետինը մտած քեզ հաշիվ տվել ես, դա մի մարդ էր ամբողջ Հայաստանում, որը միակն էր, որ տպագրվում էր Սուրբ Ղազարի բազմավեպում, Մխիթարյանների բազմավեպում, գիտնական մարդում, դու ինչպես ես համարձակում այդպես անվանել, այսինքն գիտեք ինչի է նման ժողովուրդ, որ մեկը իր ամբարով վարկը թաքցնելու համար ուրիշին է ասում և փորձում է իջեցնել, հավասարեցնել իրեն, որտև ինքը չի կարող բարձրանալ հավասարվել, այլ ոչլոտներ, այլ ղրերի բնակիչներ, այլ ղրերի կատու, կամ դու ղրերի կատու, այդքան ուրացող ես, այդ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն է քեզ օժանդակել, որովհետև
նրա տատիկը եւ քո տատիկը քույրեր են, այսինքն հորեղբոր աղջիկներ են։ Դու հիմա ոչիլ ես անվանում նրանց, այ ոչլոտ։ Այ քեզ ոչիլից գիտես ինչ է կարող է փրկել։ Այն կոնտեսյան ժամանակ մի տեսակ նյութ կար, կրալին, թե կաոլին ես կարող եմ սխալվել, որտեղ ոչխարներին են սուզում, այ մենք ենք մեր սարերը ֆիլմում, այդ տեսարանը կա, սուզում էին ոչխարներին, որպեսզի չոչլոտվեն։ Այ հիմա այդպիսի մի տեղ լիներ, քեզ վերցնեին սուզեին, քո այլանդակ կողակցի հետ խեղդվեք պրծնենք, ազգովի պրծնենք, երբ որ ձեր մասին եմ մտածում, ես չգիտեմ դուք եք ավելի վատ, թե ասենք կոնջորյան այլանդակը, թե ռուբինյան հավը, թե խաչատրյան արմենկա, գիտի նմատնես, սյունիքի ջուր ես խմել դու, սյունիքի օդն ես շնչել, որ հիմա ողջ ունես, սյունիքը թուրքերին տալը, հա? Ձեր գլխին Աստծո դատաստան է իջնելու, լավ իմացեք, դուք հենց այնպես չեք պրծնելու, Աստծո դատաստանից վախեցեք պարզապես։ Հայոց մայրերն ու Նիկոլը, ես այս 8-րդ տարին եմ, պայքարի այս 8 տարիների ընթացքում մշտապես եղել եմ տուժած մարդկանց կողքին։ Այդ թվում պատերազմի Նիկոլի բերած, Նիկոլի հրահրած և հրավիրած պատերազմի բոլոր զոհերի մայրերի կողքին։ Բայց ես, երբ տես այդ մայրերը նստացույց էին անում, փողոց են փակել Աբազյանի նման մի սրիկայի համար, ես այդ մայրերից հիասթափեցի, Տիկին Արիցյանը մինչև մայրերին անդրադառնալը, Նիկոլ Փաշինյանը ծնկի էր եկել, ամեն ինչ գցեց իրենց սնուցող մայրերի գրպանը, բայց եւ արժանապատիվ զոհերի ծնողներ ունենք, ովքեր իր պատասխանը տվեցին, թե ինքը ինչ անի եւ ինչ է իրեն սպասվելու, խնդրեմ։ Գիտեք, հարգելի ժողովուրդ, փորձեմ այդպես դիմել քեզ։ Նիկոլի մայմունությունները նորություն չեն, բացարձակ։ Ինքը պետք է ծնկների վրա կնի, պետք է գլուխ կոնցի կտա, կամ ուղղակի կպտտվի, վակրուկ դոկլա, ինչպես ասում են ռուսները։ Նա մայմուն է, մայմուն, կրկեսի մայմուն, ծաղրածու չէ, ծաղրածուն լուրջ մասնագիտություն է, շատ լուրջ, և ծաղրածուները հաճախ մեծ փիլիսոփաներ են եղել։ Օրինակ, կարդացել եք ֆրանսիական գրականություն, չեք կարդացել, կարդացեք, տեսեք այնտեղ մի ծաղրածուի կերպար կա, մեծ փիլիսոփա էր։ Իսկ Նիկոլը ծաղրածու չէ, թեկուզև Ալիևը նրան այդպես է անվանում, հարբած ծաղրածու։ Չէ, Նիկոլը միշտ է հարբած, և ինքը մայմուն է, մայմուն։ Մեր գյուղում այդպիսիներին ասում էին վաքսի վրայի մայմուն։ Չգիտեմ ինչու վաքսի վրայի, չեմ կարող բացատրել, բայց հավանաբար, այսինքն վաքսով այդ կոշիկին ներկով զբաղվողները կարող են իրենց դեմքը ներկել, հնարավորություն ունեն և քողարկվել։ Նիկոլը մայմուն է, ինքը ծաղրածու չի։ Ալիևը այդ հարցում սխալվում է և ես Ալիևի հետ համաձայն չեմ։ Թերևս շատ բաներում եմ համաձայն ու նախանձ եմ զգում։ Ալիևը այլանդակ է, այլասերված է, հանցագործ է, միջազգային մակարդակի հանցագործ, բայց նա այդ բոլորն անում է իր ազգի, իր երկրի, իր պետության համար։ Բարձրացնում է իր չեղած մակարդակը, իսկ այս ոչնչություն, այս սինլքորը, այս ստահակը իջեցնում է, հավասարեցնում այդ չեղածներին, և հետո այնքան ակնառու է սրա շահագրգիռ վերաբերմունքը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, որ գիտնական լինել բնավ հարկավոր չէ,
որպեսզի հասկանալ, թե Նիկոլը, ինչպես ասում են, գութանը դեպի որ կողմ է մղում։ Այս Նիկոլը մեր ճակատի թուք ու մուրն է։ Այս սպանություններից հետո ինքը ինչպես ասենք 15 այրված զինվորների դեպքում էր, ինչպես Սուրմալուի Պայթյունի դեպքում էր, քննչական այդ խմբերին ուղղորդում է։ Ես եմ ասել, մենք չունենք քննչական կոմիտե, մենք չունենք քննիչներ, մենք ունենք ծախուշ շներ, հենց այդպես էլ դուք ձեզ զգացեք, որտեղ դուք ոչ թե ազգի շահերը, ոչ թե պետության շահերը, ոչ թե տուժածից շահերն եք արտահայտում, այլ արտահայտում եք Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, այսինքն մեր երկրի դարավոր թշնամիների շահերը։ Այդ մայրերն ու Նիկոլը, գիտեք, իրար հետ հնարավոր չի կողքի դնել, որովհետև ոչ մի նամուսով մայր, որը Նիկոլի համար է զոհել իր երեխային, ոչ գիտակցաբար հավանաբար, բայց մինչև հիմա էլ եթե ուշքի չի գալիս, ես չի զգում, թե ով է իր երեխայի թշնամին, ես հեռու չգնամ, երբ Գեգամ Նազարյանը գոռում էր հրապարակով մեկ, Նիկոլ դու ես սպանել իմ Աբգարի երազում ասում է, որ դու ես սպանել իրեն, մենք բոլորս ենք ողբացել, բոլոր զգացմունք ունեցողները, բայց հետո ես չգիտեմ Գեգամ Նազարյանի որդու մայրը ինչ վերաբերմունք ունի, բայց որ Գեգամ Նազարյանն ասաց երազին երեխային տեսավ, ասաց ներիր, այսպիսի հիմար քրիստոնյա ես չեմ հասկանում, ինչ ճիշտն է ճիշտ է։ Այս մայրերի դեմ ծուն չոքելը, երթում պատրտում ընկնելը, դա Նիկոլի հերթական ձևերն են ընդամենը, առանց բովանդակության, որովհետև ասում եմ, նա մայմուն է, նրան մի հզոր զենք կա, դա անամոթությունն է, և պատասխանատվությունից խուսափելու զարմանահրաշ ունակությունը։ Մարդը, եթե պատրաստ է ուրանալ իր կատարած հանցանքը և պատասխան չտալ դրա համար, նա ապրելու իրավունք չունի ժողովուրդ, մինչդեռ դու նրանց ծափահարում ես, լսում ես, այդ փողոցային հարցախոսների ժամանակ ես ուշադիր եմ, հետևում եմ, ինչքան ավանակներ կանգնած Նիկոլ են դեռ գովում, ամոթ է, ուշքի արի ժողովուրդ, ուշքի արի, չի կարելի, Վանի օրինակը մեզ բավական չէ, ուր է Վան քաղաքը, հայոց Վան քաղաքը, ոչ թե ներկայի թուրքական քաղաք կոչվող Վանը, ուր է, չկա, որովհետև թուրքերը վանեցիների ոսկիները վերցրին ձեռքներից, որ իբր թե գլուխները չեն կտրի, բայց ինչ ճիշտն է ճիշտ, թուրքը հիմար չէ։ Եվ ոսկին վերցրին, և գլուխները կտրեցին ու քանդված է ամբողջ Վանը, ծայր է ծայր ոսկեխույսների ձեռքով։ Հիմա տեղում մի գունագեղ, չգիտեմ ինչպիսի թուրքական քաղաքի, ինչպես ասենք, Կարսի նոր բաժինը, հին քաղաքը հրաշք է։ Մայրեր ինչքան կարող եք, Նիկոլից հեռու մնացեք, նա իր դավադիր շնչով, իր ապականված շնչով, բոլորիդ ցանկանում է դարձնել իրեն հավասարը, նա ոչինչ չի անելու, ձեր զավակների գոնե հիշատակը հարգելու համար, ապացույցը ցեղասպանության հուշարձանը։ Եվ հետո, ես հիմա գալիս եմ ազգային ժողովի դիմացից, նորից նայում էի
ազգային ժողովի ֆասադի կողմից այդ ճակատային մասում դրված մեր զինանշանին ու նորից սիրտս կծկվում էր։ Ժողովուրդ, մեր երկրում, մեր ազգի մեջ սև գույնը ինչի խորհրդանիշ է։ Մահվան, կորուստի։ Ինչու ես թույլ տվել, որ քո զինանշանը դնեն սև շրջանակի մեջ։ Մինչև 2 տարի առաջ այդ զինանշանը դրված է եղել լազուր կապույտի մեջ ու շատ էր գեղեցիկ դիտվում։ Երբ որ նրանք այդ զինանշան իջեցրին, մեկը ես եմ աղաղակել հենց այնտեղ գտնվող լրատվամիջոցների ղեկավարներին։ Ասել եմ ձայն բարձրացրեք, աղաղակեք, զինանշանը մտադիր չեն դնելու, որտեղ այդպես պահանջում են Ալիևն ու Էրդողանը։ Հետո ժողովրդի պահանջներից թե ինչից ելնելով զինանշանը տեղադրեցին, բայց սևի մեջ։ Մեր հայոց 30 տարիների ընթացքում անկախության ոչ մի անգամ զինանշանը բացի լազուր կապույտ ֆոնից ուրիշ ֆոնի մեջ չի եղել։ Այսօր այն դրված է սևի մեջ։ Մեր սիրտը քիչ է սև։ Մեր հագինը քիչ է սև։ Հիմա այս զինանշանին եք հագցնում սևը։ Ժողովուրդը պիտի մտածի այս մասին, եթե ոչ դու ես պարտավոր, որովհետև քո սխալ պահվածքով, քո անկիրթ, անգրագետ վերաբերմունքով ազգային պատմության նկատմամբ դու նպաստել ես այդ այլանդակության վերածնմանը և այդպիսի խորը արմատներ գցելուն։ Ես հույս ունեմ, որ այսօրվա այս փոքր հավաքը հիասթափված եմ քանակից բնականաբար, որովհետև սպասում էի, որ գոնե հանրապետական կուսակցության այս ռեսուրսը, նրանք շատ մեծ ռեսուրս ունեն, ներկա կգտնվի։ Ես չգիտեմ ինչով բացատրել, աշխատանքային ժամ է, թե ինչ-որ բան է, կամ գուցե հիմա ավելի շատացել են, ես արդեն մոտ 1 ժամ է դուրս եմ եկել այնտեղից։ Ինչ անենք, որ կայծից բոց բռնկի, իմացի երբեմն անտառային այդ հրդեհները, որ լափում են ամբողջ բնությունը, երբեմն մի փոքրիկ ծղոտից են, գիտեք, սկսվել։ Այնպես որ այսօրվա այս հավաքը, այս խորհրդանական լսումները դառնան այն կայծը, որից բոց կբռնկի և դու վերջապես դուրս կգաս փողոց, քո տեղը փողոցում է ժողովուրդ, մեր բոլորը տեղ ունեն։ Ես եմ շնորհակալ։